Մայրաթոր Սուրբ Էջմիածին եկած ուխտավորների ուշադրությունն ամեն կիրակի գրավում են Գևորգ Մելտոնյանի գծանկարները։ Նկարիչների միության Արագածոտնի մարզի մասնաճյուղի ղեկավարին վերջին շրջանում հաճախ կարելի է տեսնել այստեղ։ Մայր տաճարի գծանկարների շարք է նախաձեռնել։ Նախընտրում է հենց կիրակնօրյա պատարագների ընթացքում աշխատել։ Հայ ենք եւ մեր սրբության սրբոցի հետ կապը դա բնական կապ է։ Հաճախակի եմ նկարում մեր սրբազան տաճարները, որովհետեւ շատ եմ սիրում եւ դրա հոգեվոր պահանջարկը կա եւ ինձ մոտ եւ ինչու՞ չէ նաեւ մեր հայրենակիցների եւ ոչ միայն։ Պատրաստվում եմ ցուցահանդեսի Աստված առաջ, գուցե եւ հենց Ռուբեն Սևակի թանգարանում կայանա ցուցահանդեսը, մի փոքր այդպես սիրով պայմանավորվածություն կա հայր ասողիկի հետ եւ իմ աշխատանքները կցուցադրվեն ոչ միայն տաճարները, այնտեղ կան նաեւ համայնքային պատկերներ, մեր առօրյա մեր ժողովրդին հուզող որևիցե այդպիսի պատկերների հետ է կապված։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում կիրակնօրյա պատարագ մատուցեց Տեր Թովմա Վարդապետ Խաչատրյանը։ Հայր Սուրբը քարոզի ընթացքում մեկնաբանեց Քրիստոսի երկրային կյանքի հրաշագործություններն ու բժշկությունները։ Խոսեց Հայրոսի աղջկա Հարության դրվագի մասին։ Տիրոջ կատարած բազում բժշկությունների մեջ սա ամենահուզիչ պատմություններից է, իր քարոզում ասաց Հայր Թովման։ Այսօրվա ավետարանական դրվագում Տիրոջ շուրջ հավաքված մարդկանց եւ հենց Հայրոսին սկզբնապես կարող էր թվալ, թե Տեր Հիսուսի դանդաղ եւ հանդարտ քայլերը դեպի մահամերձ աղջկատուն հապաղում էր։ Սակայն այսօր Տերը մեզ ասում է, որ հապաղումը մերժում չէ։ Մեր առասված արեստների, խնդրանքների ուշացումը դատապարտված չէ իրականացնում։ Մեզ մեր անձերը, մեր կյանքը հանձնել Աստծուն ու նրա ողորմությանը։ Հենց սա է տերունական պատգամի հիմքում, ասաց Հայր Սուրբը։ Նա հավատքի կյանքը համեմատեց զինվորագրվելու հետ։ Զինվորը չգիտի, երբ պետք կգան զենքերն ու զինվորական մարզումները, բայց պատրաստվում է ամեն օր։ Հոգևոր կյանքն էլ այդպիսին է։ Ամեն օր պետք է աղոթես, պահես պատվիրանները, բարեգործություններ անես, կարեկցես մարդկանց, ինչպես Տերը, ապրես հավատքի կյանքով, որովհետև վտանգների ժամանակ Հայրոսի պես հույսը բացառապես Աստված է լինելու։ Միայն հավատալ։ Պաշտոնները, հարստությունը, մարդկային փառքը, անունն ու հասարակական դիտքը առոչինչ են, եթե չունես հավատ։ Միայն հավատալու պատգամը Տիրոջ հզոր աչին է խոնարհվելու մասին է։ Ունենալ մեծ հավատ, թե փոքր, կարևոր հավատալն է Քրիստոսին, լինել նրա հավատացյալ ոտի անդամ։ Պատարագի ավարտին հավատացյալներն աղոթեցին անազատության մեջ գտնվող Միքայել, Բագրատ, Մկրտիչ եպիսկոպոսների, բարերար Սամվել Կարապետյանի, հայրենիքի եւ եկեղեցու պաշտպանության համար Հայաստանի եւ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների համար։ Անուշ Առաքելյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։ Նոյեմբերի 8-ին մեր եկեղեցին նշեց հրեշտակապետած եւ ամենայն երկնային զորաց տոնը։ Արմավիրի թեմի Առատաշեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հավաքվածները տոնի արդիվ խաչերթի մասնակցեցին։ Արտիմետի հովության հոգևոր հովիվ Տեր Ներսես Քահանա Ռուշանյանը պատմեց տոնի ուխտերթի նշանակության մասին։ Երբ որ ես երեխաներ ջան, ձեր տարիքին էի, բախտ եմ ունեցել շատ տեղեր Հայաստանի, շատ տեղեր մեր մեծ մայրիկների, հայրիկների հետ ուխտերի գնալու, նրանք ասում էին պահապան հրեշտակը հաշվում է, թե քանի քայլ է սաղել Աստծո համար։ Տեսեք, մենք քայլում ենք, չէ՞, կարող կիլոմետրերով ուրիշ տեղեր քայլենք, բայց Աստծո համար ինչ ես քայլում, պահապան հրեշտակը ուրեմն հաշվում է։ Արտիմետ, Խորոնք, Գրիբոյեդով, Առատաշեն եւ Տարոնիկ Արտիմետի հովության գյուղերն են։ Տեր Ներսեսն այդ գյուղերում 2012 թվականից է սպասավորում։ Առատաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին նրա ծառայության ընթացքում է կառուցվել ու օծվել։ Տեր Հայրը փորձում է այնպես կազմակերպել իր հոգևոր ծառայությունը, որպեսզի եկեղեցական կյանքից ոչ մի գյուղ անմասն չմնա։ Կիրակնօրյա պատարագները նա մատուցում է Առատաշենում եւ Արտիմետում, իսկ ժամերգություններ կամ Աստվածաշնչի սերտողության դասեր անցկացնում է մյուս համայնքներում։ Ներհամայնքային խաչերթ Արտիմետի հովությունում առաջին անգամ էր կազմակերպվում, իսկ ուխտագնացություններ դեպի նշանավոր սրբավայրեր միշտ են գնում։
Խաչերթի մասնակիցներն աղոթքներով, շարականների երգեցողությամբ քայլեցին դեպի Տարոնիկ գյուղ։ Առիթը ոչ միայն հրեշտակապետած եւ ամենայն երկնային զորաց տոնն էր, այլև Տարոնիկի Սուրբ Զորաց մատուռի օծման տարեդարձն ու ուխտի օրը։ Սրբավայրի կառուցման գաղափարը համայնքի բնակիչ Սամվել Հովսեփյանինն է եղել։ Նրա որդին ժամկետային զինծառայող Արնոլդ Հովսեփյանը զոհվել է 44-օրյա պատերազմում։ Զոհվել են 5 ընկերներով ջրականի մի անանուն բարձունքի վրա, իրենք հակատանկիստներ են եղել, զոհվել են հոկտեմբերի 3-ին 2020 թվականին, վերջին մարտը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ի 2-ի լույս 3-ի գիշերը, որտեղ տղաները դիվերսիոն խմբի հետ են մարտի բռնվել եւ որի ընթացքում բոլոր ընկերները զոհվել են։ Որդու մարմինը Սամվել Հովսեփյանը որոնել է ավելի քան 1 տարի, որից հետո որոշել է հիմնել հերոսների այգի, որտեղ զոհված տղաների ծնողները 50 անվանական ծառեր են տնկել։ Մենք չունեինք եկեղեցա տեղի մատուր, որտեղ կգայինք, մեր աղոթքը կհնչեցնեինք առ Աստված։ Այսօր խաչերթով մենք Արատաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցուց եկանք Սուրբ Զորաց մատուր հրեշտակապետած տոնի առիթով եւ մեր աղոթքը ուղղված էր այն տղաներին, այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի։ 1 տարի է ամեն շաբաթօր Տեր Ներսեսն այստեղ առավոտյան ժամերգություններ է անում։ Մեծ տոներին նաև պատարակ մատուցում։ Ճիշտ է, հավատացյալների մեծ մասը պատարակին դրսում է մասնակցում, բայց եկեղեցական արարողություններին միշտ մարդաշատ է լինում մատուռի բակը։ Ունեմ այստեղ արդեն ձևավորված շատ գեղեցիկ համայնք, շատ ակտիվ։ Իդեպ Տարոնիկի համայնքը տարբերվում է, մեր հավատացյալների համայնքը տարբերվում է մյուս տեղերից նրանով, որ օրինակ մենք նկատել ենք, որ եկեղեցիներում միշտ մեծամասնություն են կազմում կանայք եւ երեխաները, բայց այստեղ եւ կան երեխաներ, եւ կանայք, մայրեր, քույրեր եւ միշտ հասուն տղամարդիկ, ովքեր ամեն շաբաթօր այստեղ 20, 30, 40, 50 միջև մարդ է ներկա լինում եւ կատարում ենք բոլոր տոնական ծիսահարողությունները, հա, ասենք ջրօրհնեք, խաղողորհնեք, բոլոր այս գյուղն էլ, այս մատուրն էլ մասնակից է ուրեմն մեր արարողությանը։ Տարոնիկը հայաստանյան այն քիչ գյուղերից է, որ սրբավայր չի ունեցել։ Մարդիկ ծիսական արարողություններին մասնակցել են կամ հարևան գյուղերում, կամ ոչ հեռու գտնվող Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Գյուղն իր հիմնադրման 100-ամյակը անցյալ տարի է նշել։ Բնակիչների նախնիները Արևմտյան Հայաստանից են գաղթել։ Սուրբ Զորաց մատուռի կառուցումն, ասում են բնակիչները, կենսական նշանակություն ունի իրենց համար։ 70-ական թվականներին մեր համագյուղացիները որոշ գումար հավաքեցին, որպեսզի կառուցեն եկեղեցի գյուղում, բայց չստացվեց։ Ցավոք սրտի, այո, այս պայմաններում կառուցվեց Զորաց եկեղեցին, թող զորություն բերի մեր ազգին, մեր ժողովրդին, մեր զինվորներին։ Մատուռը ոչ միայն սրբատեղի է, ոչ միայն հավատքի վայր է, այլև յուրաքանչյուր այցելու, որ այցելում է մատուռ, այստեղ յուրաքանչյուր այցելու ցանկանում է իր տուրքը մատուցել նաև մեր հերոսներին, մեր տղաներին։ Նպատակը սա է եւ ցանկությունս է, որպեսզի այդ ուխտը շարունակվի եւ յուրաքանչյուր տարի Տարոնիկ համայնքը եւ հյուրերը իմանան, որ այստեղ կա ուխտի օր եւ իրենց այցելությամբ շնորհ բերեն եւ պատվեն փառաբանեն եւ Աստծուն եւ մեր զավակներին։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Ամեն շաբաթօր առավոտյան ժամերգությունից հետո Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվում է օրհնության կարգ այն մարդկանց համար, որոնց անունը կամ ազգանունը հիշատակվել են եկեղեցական տոնացույցում։ Քահանա.am կայքը ամեն շաբաթ հրապարակում է հիշատակության օրերը եւ մարդկանց
հրավիրում օրհնություն ստանալու։ Հայտարարությունը փակցվում է նաև եկեղեցու պատին։ Այսպիսի հետաքրքիր մի նախաձեռնություն ունեցանք, որ անվանակոչության տոնը, անվանակոչության օրը մեր ժողովուրդը, մեր հասարակությունը երևի թե շատ երկար ժամանակներ կամ տասնամյակներ տոնախմբության, տոնակատարության շարքից դուրս է անել։ Եվ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանի օրհնությամբ սկսեցինք այս ծրագիրը, որպեսզի ամեն շաբաթ նշվող տոների սրբերի հիշատակության օրերին եւ անունները կրող անձինք կարողանան իմանալ, տեղեկանալ եւ շաբաթ օրը ժամերգությունից անմիջապես հետո գալ մասնակից դառնալ ժամերգությանը աղոթքին եւ իմանալ, որ իրենց անվան տոնակատարության օրն է այդ օրը եւ անվանակոչությունը որպես տոն նշելու հիշատակելու օր աղոթքով խնդրեն տվյալ օրերի սրբերի բարեխոսությունը իրենց ընտանիքների համար։ Եկեղեցական տոնացույցում կան օրեր, անուններ, որոնք մեծ հնչեղություն են ունենում, բազմամարդ ուխտագնացություններ են կազմակերպվում, պատարակներ մատուցվում։ Կան նաև քիչ հայտնի օրեր։ Վերջին շրջանում Սուրբ Սարգիս եկեղեցուց հրավիրել են օրհնություն ստանալու Ալեքսանդր, Պողոս, Վարոս, Ստեփան, Հովսեփ, Թեոդոր, Անաստաս անունները կամ ազգանունները կրողներին։ Մենք ունենք սրբերի անուններ, որ մեր հասարակության մեջ շատ տարածված է։ Օրինակ, Մարիամ անունը շատ տարածված է եւ Մարիամ Աստվածամոր տոների օրհնության օրերին անվանակոչության եկեղեցին լիփլեցուն է լինում տատիկներով, մայրիկներով, աղջիկներով Մարիամ անունը կրող, որովհետեւ այդ անունը շատ տարածված է։ Ունենք անուններ նաեւ սրբերի անուններ, որոնք շատ քիչ են տարածված եւ շատ մարդիկ չեն լսել։ Այս առիթը նաև կունենան, որպեսզի ծանոթանան մեր այն սրբերին, որոնց անունները հայտնի քիչ են հայտնի կամ որոշ հասարակության որոշ մասին գրեթե ոչինչ հայտնի չի։ Առիթ են ունենում ընթերցել, տեսնել, լսել այդ օրերի եւ այդ սրբերի մասին կյանքը, կենսագրությունը, իրենց ապրած ընթացքը, ինչ ճանապարհով են անցել եւ ինչ փորձությունների միջով են անցել, որpիսի այդ սրբերի օրինակները ունենալով իրենք եւս զորանան աղոթքով, հավատքով եւ կարողանան հավատքով զորացած հաղթահարել կյանքի բոլոր փորձությունները։ Սուրբ Սարգիս եկեղեցում թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանի օրհնությամբ կատարվող օրհնության կարգը նպատակ ունի վերականգնել անվանակոչության տոնը նշելու գեղեցիկ ավանդույթը։ Նարինե Անումյանն ու Սարգիս Անումյանը իրենց զարմիկի փոքրիկ Միքայելի հետ էին եկել եկեղեցի։ Այստեղ տեղեկացան, որ Միքայելի անվանակոչության տոնն է։ Նոյեմբերի 8-ին վերանորոգումից հետո վերաօծվել է Ռումինիայի հայոց թեմի Սրբոց հրեշտակապետած առաջնորդանիստ եկեղեցին, տոնվել է եկեղեցու կառուցման 110-ամյակը։ Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հրավերով արարողությանը մասնակցել են Ուկրաինայի, Միացյալ Թագավորության, Կանադայի, Վրաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի թեմերի առաջնորդները, Չեխիայի հոգևոր հովիվը։ Տոնական պատարագը մատուցել է թեմակալ առաջնորդը։ Նույն օրը Բուխարեստի Սրբոց հրեշտակապետած առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման եւ 110-ամյակի առիթով Ռումինիա ժամանած հայ եկեղեցու պատվիրակությանը թեմակալ առաջնորդներին ընդունել է Ռումինիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Դանիելը։ Այս կիրակի Երուսաղեմի հայոց միաբանությունը տոնախմբել է Խաչի գյուտի տոնը հին տոմարով։ Շաբաթ օրը նոյեմբերի 8-ին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունը Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանի հանդիսապետությամբ մայրավանքից թափորով մեկնել է Սուրբ Հարության տաճար։ Տաճարի մուտքից հրաշափառի եւ շարականի երգեցողությամբ թափորը նախ առաջնորդվել է Քրիստոսի Սուրբ Գերեզման, ապա շարժվել դեպի գյուտ Խաչի սրբավայր։ Երուսաղեմի հայոց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել երեկոյան ժամերգություն եւ նախատոնակ։ Հաջորդ օրը միաբանությունը Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանի հանդիսապետությամբ բարձրացել է Գողգոթա Քրիստոսի խաչելության վայրում երկրպագության։ Ապա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվել են գիշերային եւ առավոտյան ժամերգությունները, տոնական պատարագը մատուցել է Գևորգ Վարդապետ Հայրապետյանը։
Նոյեմբերի 2-ին Մայնցի հայ համայնքում պատարագի ժամանակ կատարվել է դպրական ձեռնադրություն եւ մատաղօրհնության արարողություն Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի ձեռամբ։ Սուրբ Հորանի երիտասարդ սպասավոր Ալեն Գյոկչյանը սրբազանի ձեռամբ ստացել է դպրական 4 աստիճանները։ Արարողության ընթացքում սրբազան հայրն իր գնահատականն ու օրհնությունն է փոխանցել Մայնցի համայնքի վարչությանը, երգչախմբի անդամներին եւ խորանի սպասավորներին։ Առաջնորդն անդրադարձել է մատաղօրհնությանն ու դպրական ձեռնադրության խորհրդին, բացատրել դրանց նշանակությունն ու իմաստը։ Մատաղի օրհնությունից հետո հոգեհանգստյան կարգ է կատարվել ի հիշատակ Մայնցի համայնքի ննջեցյալ անդամների։ Հերմինե Հակոբյան, եկեղեցական կյանք։